44-օրյա պատերազմի մասնակից Գոռը հավատացած չի եղել, թե որևէ մեկը կօգնի իրեն։ Կօգնի ազատվել առողջական խնդիրների, կենցաղային ծանր պայմանների ու կուտակված պարտքերի բեռից։ Եթե մեզ հայրենիքի համար ինչ-որ մի գործողություն արել ես, ասենք պատերազմի մասնակցել եմ, ցանկալի կլներ, որ աջակցություն ելներ ինչ-որ։ Բայց այսօր համոզվելու է, որ բախտը առավել քան բարեհաճ է իր եւ իր ընտանիքի նկատմամբ։ Իսկ թե ինչու, շուտով կիմանաք։ Այսօր ոսկեվազում այս ընտանիքի բակում բոլորովին այլ մթնոլորտ էր։ Այսօր այստեղ հույս, ժպիտ ու ամենակարևորը հավատ կա։ Ընտանիքի համար ամենաուրախալին այսօր թերևս մեր հայտնած այն լուրն էր, որ Գոռը կարող է անվճար հետազոտվել ու բուժվել Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որը ցանկանում է անանուն մնալ։ Բացի այդ, մեր նախորդ հանդիպմանը Գոռը չբարձրաձայնեց իր ատամների խնդրի մասին, համարելով, որ ավելի առաջնահերթ հոգսեր կան։ Կինը, սակայն Մարիաննան պատմեց, որ հաճախ է Գոռը գիշերները ատամի ցավից արթնանում ու մինչև լույս տանջվում։ Մեր նոր գործընկեր Իսաջանյան Դենտ կլինիկայի սրտացավ տնօրինությունը պատրաստակամություն հայտնեց Գոռի ատամները բուժել լիովին անվճար։ Իրենց շատ շնորհակալ եմ, փորձեմ գնամ, որ մի քիչ գոնե առողջությունս վերականգնվի։ Ամենակարևորը առողջությունն է, առողջությունը որ վերականգնվի, կաշխատի։ Ու անաշխատանք չի մնա, ինքը աշխատող է։ Աստված լսեց իմ աղոթքները ու ձեզ ուղարկեց, որ մեր կյանքը փոխեցիք։ Ընտանիքի համար կարևոր խնդիրներից մեկի հարցը եւս լուծվեց։ Նրանց կենցաղային պայմանները այլևս հինը չեն լինի։ Լոգասենյակի անհրաժեշտ պարագաներ նվիրեց Կարգին շինանյութ խանութների ցանցի տնօրինությունը։ Աշխատակիցները իրենց հետ բերել էին ներքին հարդարման համար անհրաժեշտ պարագաներ։ Կարգին շինանյութը շուկայում հայտնի է վերանորոգման տան ներքին հարդարանքի համար նախատեսված իր լայն ու հարուստ տեսականիով։ Գոռը տեղում որոշեց կսկսի բաղնիքի վերանորոգման աշխատանքները։ Ես հուսով եմ շատ արագ դուք վերանորոգեք ձեր տունը եւ ամեն բան կհաղթահարեք։ Շնորհակալ եմ շատ, որ մեր ընտանիքի կողքին եք այս պահին ու օգնեցիք մեզ։ Իմ տղի հոգսերը թեթևացավ։ Հիմա շինարարություն կանի, որ պակաս բաները կանի։ Տունը նոր շունչ ստացավ նաև Բազմոս գրուպ ընկերության շնորհիվ։ Եվրոպական ստանդարտներին համապատասխանող մեծ ու հարմարավետ Բազմոցը դարձավ Տիկին Հասմիկի ամենասիրելի նվերը։ Նախկին Բազմոցը տարիներ շարունակ մեջքի ցավերի պատճառ էին դարձել։ Այսօր նրա աչքերում միայն երախտագիտություն էր ու թեթևացած ժպիտ։ Դիվանի համար շատ շնորհակալություն։ Լավ դիվան է, էլ պրուժինների վրա չեմ քնի։ Արգավանդ կահույք սրահն էլ բասկաթոռ էր ուղարկել։ Նախորդ անգամ պատմել էինք, որ չնայած զրկանքներին ու սահմանափակ հնարավորություններին 11-ամյա Հասմիկին ուսումը ձգում է։ Շնորհակալագիր ունի։ Երազում էր հեռախոս ունենալ, աղջկա երազանքն էլ իրականություն դարձավ։ Վերջապես ունեցավ իր սեփական հեռախոսը, Mobile Center խանութների ցանցի աջակցությամբ։ Հեռախոս ստացավ նաև Տիկին Հասմիկը, եւ այդ պահին տունը լիքն էր մանկական ծիծաղով ու անկեղծ ուրախությամբ։ Ապրեք շատ գոհ եմ, շնորհակալ եմ հեռախոսի համար, արդեն լավ կխոսամ հեռախոսով։ Հիմա կարող եմ տատին զանգել, մամային, պապային, ասեմ, որ դպրոցից գալիս եմ տուն, որ իրանք չանհանգստանան։ Հասմիկի ուրախությունը այսքանով չսահմանափակվեց։ Նրա անմոռանալի ժամանցն ու լավագույն հանգիստն ապահովեց Ակվատեկ մարզահարողջարանային համալիրը, հնարավորություն տալով գոնե 1 օր կտրվել առօրյայից։ Լողալ սիրում ես։ Լավ ես լողում։ Ակվատեկ ընկերությունը հրավիրում է մեզ մոտ լավ ժամանց անցկացնելու, հույս ունեմ մի քիչ ինչ-որ ուրախություն կպարգևենք ձեզ։ Ջուրը, խաղերը, ժամանցը երեխայի օրը դարձրին հիշարժան ու անմոռանալի։ Տնային տնտեսուհու համար շատ անհրաժեշտ են տնտեսական ապրանքներն ու հիգիենայի պարագաները։ Մարիաննան մեծ ուրախությամբ ընդունեց Mr. Gin տնտեսական ապրանքներ արտադրող ընկերության ուղարկած տան անհրաժեշտ մաքրող միջոցների, հիգիենայի պարագաների մի քանի ամսվա պաշարը։ Mr. Gin ընկերությունը օգնեց նաև դրամով։ Տանը մաքրություն կլինի, կարգ ու կազմակերպվածությունն առանց հավելյալ հոգսի։ Մամայի, տատիի հոգսը թեթևացավ, որ իրանք կարող են մեր կարիքները հոգալ։ Տոնական տրամադրությունը լրացրեց Ռուսկի բիսկվիտ ընկերության քաղցրահամ տեսականին։ Թխվածքաբլիթների լայն ու հարուստ տեսականի էին ուղարկել, ինչը հավելյալ ուրախություն բերեց այս ընտանիքին։ Արզնի հոլդինգի ղեկավարությունն էլ ուղարկել էր կատնամթերք, ընտանիքին ցուցաբերած աջակցությունը նաև դրամական էր։
Որոշ չափով հոգսը թեթևանա, շատ ուրախ եմ, որ կանգնեցին իմ կողքը ու աջակցեցին։ Կուտակված պարտքերը, որոնք ընտանիքին զրկել էին քուն ու դադարից, այլևս այնքան ծանր չեն թվում։ Լսելով պարտքերի մասին, նրանց կարեցածին չափ օգնելու էին շտապել մեր բարերարները, Ֆրանսիայում ու Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները։ Արսենն ու Արայիկը, ինչպես միշտ, առաջիններից պատրաստակամություն հայտնեցին դրամական աջակցություն ցուցաբերել այս ընտանիքին։ Ցուցաբերած դրամական աջակցությամբ պարտքերի բեռից ազատվելու համար օգնեցին Երևան City սուպերմարկետների ցանցը, Ցանցերի աշխարհ ընկերությունը, Էկոկոմֆորտ ընկերությունը, Անտոշկա մանկապարտեզն ու Arix Group ընկերությունը։ Բայց սա դեռ ամենը չէ, պարզվում է մեր հաղորդումից շատ չանցած Գոռի ընտանիքին տարբեր անհատների կողմից դրամական աջակցություն է տրամադրվել։ Բանկային քարտին դրամական փոխանցումներ են կատարել մեր սրտացավ հեռուստադիտողները։ Ամենաառաջնահերթ վարկն է, որ դրել էին մեզի շատ էին անհանգստացնում։ Բարի մարդիկ մեզի անանուն, չգիտենք ովքեր, բայց գումար են ուղարկել ու շատ շնորհակալ ենք իրանց դրա համար։ Շատ կուզենայի բոլորին հատ-հատ տեսնել ու շնորհակալություն հայտնել։ Սննդամթերքի խնդիրը լուծեցին մեր մշտական գործընկերները։ Sunfood ընկերությունը խմորիչներ, սփրեդ, յուղեր, նաև նոր տեսականուց մայոնեզ ու կետչուպ էր ուղարկել։ Շուկայում հայտնի ու մեծ ճանաչում ունեցող Նարինե Մածուն ընկերությունն էլ իր բազմազան համային տեսականուց էր ուղարկել։ Մրգային տարբեր համեր, որոնք դիետիկ են ու պատրաստված անարատ կաթից։ Իսկ Իջևանի գինու կոնյակի գործարանը Մեսրոպյաններին սննդի մի քանի ամսվա պաշար էր ուղարկել։ Համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների ու կոմպոտների մեծ տեսականի։ Առաջի օգնությունն է, ոչ միտեղ որ դիմել ենք, ամանչել ենք, ոչ էլ ինչ որ մեկը մեզ օգնություն տվել է։ Արաքս թռչնաֆաբրիկան էլ ապահովեց ընտանիքի մսամթերքի պաշարը։ Սառեցված մսամթերքներ էին իրենց հետ բերել՝ հավի կոտլետներ, նրբերշիկներ, ձողիկներ, որոնք հատկապես Մարիաննային հղիության այս շրջանում օգտակար են։ Հասմիկ ջան, այս դժվար իրավիճակում Արաքս թռչնաֆաբրիկան սիրով ձեզ ուղարկել է բարձրակարգ մսատեսականի եւ շատ համեղ կիսաֆաբրիկատներ, հուսամ ձեզ դուր կգա։ Շատ շնորհակալ եմ, գոհ մսամթերքի համար։ Եվ իհարկե շնորհակալ ենք Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերությանը բոլոր նվերները մեզ հետ միասին տեղ հասցնելու համար։ Դե ինչ, գուցե մեկ ընտանիքի կյանք էլ հաջողվեց փոխել ու հանել հուսահատության ճիրաններից, ինչը վկայում է, որ երբ կա միասնականություն, բարի կամք ու սրտացավություն, նույնիսկ ամենադժվար իրավիճակները կարող են հաղթահարվել։ Երեք հուսահատություն ու միայնության ծանր զգացում, այսօր հույս, ժպիտ ու նոր սկիզբ։ Փոխեցիք դեպի ամեն ինչ լավը, որ համել մենք էլ հույսով լցվենք, որ ապագայում ամեն ինչ լավ է լինելու։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։